Թորս անգեց ասես կգամ, ասացի մի բան պատրաստեմ, նայեցիցա չփողս ուղիղ 5000 դրամա։ Մի կիլո զորավ կհասնի, պահաշ չառնեմ։ Թորան համար պատրաստված ուտելիքների ցանկում այսօր միս չի լինի։ Տավարի մսի 1 կիլոգրամն այս խանութում 4190 դրամ է, մոտ 23%-ով ավելի թանկ, քան նախորդ տարի էր։ Թանկ էր, փողոց չերիքեց։ Պետք է ընտրեն 1 կիլոգրամ միս գնեն, թե կոմունալները վճարեն։ Միս վերցնեմ, ես մինուս եմ գնում, կոմունալները չեմ կարող ուզել։ Ոչ միայն միսն է թանկ, թոշակառուները դժգոհում են, որ երշիկեղենը նույնպես անհասանելի ճոխություն է։ Հասամաթեր դե հաճախ չենք կարողանում օգտվենք, դե մենք մի փոքր զուսպ մարդիկ ենք, բավարարվում ենք, բայց իհարկե ցանկալի է, որ կարողանաս դու էլ օգտվես այդ բարիքներից։ Ջերմուկը, ինչա մի լիտր ջուրը 300 դրամ ծախեմ վերես։ Թոշակառուն ինչ են տալի։ Կապեկները ոչ կարասաբեր։ Վիճակագրական կոմիտեի տվյալով այս տարի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ գներն աճել են 4,2%-ով։ Ռեկորդային մոտ 31%-ով է բարձրացել ձվի գինը, բուսական յուղը 11,5% ավել է, քան անցած տարի էր։ Տավարի մսի միջինացված գնաճը մոտ 23, գարան մսինը 17,5, իսկ խոզի մսինը ավելի քան 11% է։ Թանկացել է նաև կատնամթերքը 13%-ով։ Մսամթերքի մեջ կա, կատնամթերքի մեջ կա, կոֆեի մեջ կա, մի կերպ յոլա է գնում, կողքից նայելով, ապրանքին նայելով գնում եք տուն։ Անտանելի այդ ցավը տանեմ, անտանելի կներել։ Երկար է մտածում 78-ամյա Արամայիս պապը տոպրակը լցնելուց առաջ։ Ասում է ուզածը մեծ բան չէ, մի քիչ բանջարեղեն, մի 200 գրամ միս, մի քանի ձու, բայց գներն այնքան են բարձրացել, որ ապրիլին 10,000 դրամով բարձրացված թոշակի պայմաններում անգամ անհնար է կուշտ ուտել։ Այդ 10,000-ը ոչ մի փոփոխություն չի տվել ինձ համար, որովհետև գները օրերսօր բարձրանում է։ Հաշվարկ չեմ արել, բայց մի բան գիտեմ, որ կատաստրոֆիկ հերիք չի անում։ Այս Նիկոլը կազմակերպած անում է, որ իր գրպանները լցնի, ինքը խոզինման լապի ապրի, բայց ժողովուրդը ջանդամ կապրեն, թե կմերնեն չեդակում իրան։ Նույնիսկ ձետ, պանիր, կարակ հնարավոր չէ գնել միայն թոշակով, ասում են թոշակառուները, իրենց սառնարանները լցնում են դրսում աշխատող զավակները։ Այս է դրսի օգնությունն է, որ ինձ թույլ է տալի գամ առևտուր անեմ։ Աղջիկներից եմ նայում, թե ով ինչով կարող է մեզ օժանդակի, իհարկե օժանդակում են, բայց իրենք էլ են հազիվ իրենց ընտանիքները պահում։ Այս երգիրը անտեր երգիր է, հսկողություն չկա խանութներում, ով ինչ կին ուզում է դնամա, ով ինչ ուզում է դնամա, որովհետև պետությունը չկա, չեն էլ արկայրված, են 50 դրամանոց սուր 70-80-90 դրամի են ծախում։ Անընդհատ փոփոխվող գնապիտակներից չի դժգոհում 90-ամյա կինը։ Տիկին Հրիփսիմեն 57 տարի բժիշկ է եղել, իր թոշակից գոհ է։ Հիմա ես 100,000 թոշակ եմ ստանում, թե ապրանքն էլ թանկանա, բա ոնց։ Կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականությունը եւ նախընտրական տրամադրությունները ել ավելի խթանեցին բարձր գնաճ, հատկապես սննդամթերքի շուկայում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է, Կենտրոնական բանկը գնաճ էր կանխատեսել հենց ապրիլին, երբ իշխանությունը նախընտրական տրամադրություններն իշահ իրենց օգտագործելու համար բարձրացրեց թոշակը, առանց հաշվի առնելու բյուջեի հնարավորությունները։ Անտրամաբանական է գների նման աճը ըստ տնտեսագետների, մասնագետները կարծում են, գներն արհեստական բարձրացրել են թոշակի համար ծախսած գումարը հարկերի տեսքով բյուջե վերադարձնելու համար։ Մի հասարակություն, որտեղ ամեն 5-րդը աղքատ է, այս հասարակությունը իր եկամուտների մեծ մասը ծախսում է սննդամթեր ձեռք բերելու համար, եւ երբ որ սննդամթերքը թանկանում է, մարդկանց կենսամակարդակը էապես վատթարանում է։ Եվ մենք հիմա այդ խնդրի առջև ենք կանգնած։ Թանկացել է հիմնականում տեղական արտադրանքը, ներմուծվող ապրանքը հակառակը, դոլարի անկման ֆոնին էժանանում է, տեղական արտադրանքն անմրցունակ է դառնում։ Մի կողմից ունենք տեղական արտադրանքի թանկացում, մյուս կողմից ունենք ներկրվող ապրանքների էժանացում։ Սա եւս մի հարված է մեր տեղական արտադրությանը։ Պարսյանը դեմպինգի վտանգ է տեսնում, իսկ եթե գյուղմթերքի արտահանման խնդիրը շարունակվի, չի բացառում, որ 1 տարի անց միրգ բանջարեղենի գինն էլ մսի գնի նման կաճի։ Մեր գնաճը գնանկումը կարող է լինել 1 տարի, բայց հաջորդ տարիների ընթացքում մենք ունենանք երկնիշ գնաճ, ինչպես մսամթերքի շուկայում։ Եթե պայմանական լոլիկի գինը կտրուկ նվազի այս տարվա ընթացքում, հաջորդ տարի լոլիկ արտադրողներ քիչ են լինելու։ Գնաճի դեմ յուրօրինակ պայքար է սկսել այս տղամարդը։ Նրանք մեր մոտ չի։ Ինքը հրաժարվել է մսից, նույնը խորհուրդ է տալիս մյուսներին։ Պարտադիր չէ ձեղանանքների մյուս ուտենք։
Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։